Ողջույն գործարալիքի եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախության ներքո, եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Դիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին մի հետաքրքրական համաձայնագիր կնքվեց Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի միջև, որը 2026 թվականի համար նախատեսում է զորավարժություններ, եռակողմ զորավարժություններ Միջերկրական ծովի արևելքում, ինչպես նաեւ հունվարին այդ համաձայնագրին որպես դիտորդ օժանդակ կողմ միացավ նաեւ Միացյալ Նահանգները հավանություն տալով այդ ռազմական զորավարժություններին եւ Այստեղ Թուրքիայի կողմից նաև թուրքական կողմից հակադարձումներ եղան այս նախագծերին, այս ծրագրերին, չնայած նրան, որ դեռևս հստակ ժամկետներ այդ զորավարժությունների անցկացման նշված չկան, սակայն ամբողջ 2026-ի համար նախատեսված են եւ այստեղ հարցը հետեւյալն է, արդյոք Թուրքիայի ինչ ծրագրեր կարող են խափանել տարածաշրջանում եւ Միջերկրական ծովի արևելքում այս զորավարժությունները եւ արդյոք իրական սպառնալիք են սրանք թուրքական ծրագրերի համար։ Հետաքրքիր այն է, որ Թուրքիան կարող է ինչ ուզում է անի, ում հետ ուզում է, որտեղ ուզում է, երբ ուզում է զորավարժություն անի եւ անգամ իր ասելով հենց Էրդողանի ասելով ինչ որ պատերազմների մասնակցի տարբեր պետությունների հետ, սակայն եթե ուրիշը ինչ որ մի դաշինք է գնքում իրար միջև, դա Թուրքիային դուր չգալիս։ Չնայած որ այսինքն ուղղակի Թուրքիայի դեմ գնքված մի բան չէ դա, այլ իրենք իրար միջև ինչ որ բան են անում։ Հետո ինչ դու էլ կարաս ասենք թե Ադրբեջանի հետ անես, Նախիջևանում զորավարժություն անես, Պակիստանի հետ անես եւ այլն, դա նորմալ է քեզ համար եւ եթե այդ զորավարժությունների ավարտին քո գործանիչները թողնես Ադրբեջանում, որոնց օգտագործես Հայաստանի դեմ, Արցախի դեմ, դա ամեն ինչ նորմալ է։ Սակայն երբ որ ուրիշ երկրներ իրար հետ ինչ որ զորավարժություն են անեն, դա արդեն Թուրքիային դուր չգալիս։ Իհարկե, ինչի դուր չգալիս, որովհետև ինքը մտածում է, որ դա իր դեմ է, իհարկե այդպես էլ կա։ Այդտեղ արանքում Հյուսեյն Կիպրոսի հարցն է երևի, որ ավելի շատ անհանգստացում է։ Ոչ միայն իհարկե, որովհետև այս երեք պետություններն էլ ինչ որ վախեր ունեն Թուրքիայից։ Այնպես չէ, որ իրենք Թուրքիո դեմ հարցագողական ինչ որ բան են կազմում, ինչ որ դաշինք են կազմում, այլ ընդհակառակը դա պաշտպանողական է, որովհետև Թուրքիան այդ երեքի նկատմամբ էլ ինչ որ հավակնություններ ունի, ոչ միայն հավակնություններ, այլ սպառնալիքներ է տեղացնում շարունակ իրենց հասցեին, իմիջիայլոց այն որ Թուրքիան Ամերիկայից կործանիչներ պիտի առներ եւ Ամերիկան չտվեց այդ կործանիչներից, դրա հետ կապված է, ոչ թե ուրիշ բանի հետ, ոչ թե ասենք Թուրքիային էլ չեն սիրում կամ Էրդողանին չեն հավանում եւ այն, ոչ, որովհետեւ իրենք տեսան, որ այստեղ սպառնալիք կա, որ այդ կործանիչները ուղղակի Հունաստանի դեմ պիտի օգտագործվեն։ Էրդողանը այնքան առաջ գնաց, որ երբ որ իրեն բավականին ուժեղ էր զգում այդ ժամանակ, հայտարարեց, որ Լոզանի դաշնակիրը պետք է վերանայվի։ Ինչի, որովհետև ըստ Լոզանի դաշնակրի կան գղզիներ, Պելոպոնեսյան գղզիները, որոնք Թուրքիայի սահմանի մոտ են, իհարկե նախկին Հունաստան էր այն ժամանակ, Թուրքիայի սահմանի մոտ են, սակայն Հունաստանն է պատկանում ըստ Լոզանի դաշնակրի, եւ ասաց, որ պետք է վերանայենք եւ այս գղզիների պատկանելիության հարցը պետք է նորից քննարկենք, գուցե նաեւ նոր պայմանագիր կնքենք, որտեղ այդ գղզիները մեզ պետք է պատկանեն, իհարկե չնայած որ այն ժամանակ Թուրքիան կնքեց այդ պայմանագիրը, Թուրքիան շատ բաներ ստացավ Լոզանի դաշնակրի կնքման ժամանակ, այսինքն երկու ոտը մի փաբուջի մեջ դրած, այսպես ասած, ամեն ինչ պահանջեց բանի եւ ստացավ։ Միայն երկու բան չստացավ։ Մեկ այդ գղզիները, մեկն էլ բանը Մուսուլի Քերքուկի նավթը։ Այդ տարածքը չստացավ։ Քանի որ տեսավ որ եթե
մի քիչ էլ բնդի այդ դրանց վրա արդեն մեծ խնդիրներ են առաջանալու եւ ավելի շատ բան է գործնելու դրա համար այդ երկու հարցում զիջեց սակայն միշտ թուրք քաղաքական գործիչները ամեն մի թուրքի ասենք անգամ մտքում գադա այդ Մոսուլը Քերքուկը մեր տարածքն է մեզ պետք է պատկանի եւ այս կղզիները չի կարող Հունաստանի պատկանի մեզ պետք է պատկանի եւ դրա հետ կապված ժամանակին վեճեր էլ եղավ այսինքն մի ժայռի կտորի համար համարյա թե պատրազմի էին գնում ուղղակի մի ժայռի կտոր մի ասենք մի 10 քառակուսի մետր ժայռի կտորի համարյա թե պատրազմներ սկսվում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ սակայն Թուրքիան այո այդ մի քարը անգամ չի զիջի բայց արդյոք այդ քարերը սևծով տանող այդ ռազմավարական նշանակության ուղու վրա չէ ոչ մի կապ չունեն Էգեական ծովի մեջ եւ Թուրքիայի սահմանին, այսինքն Թուրքիայի ցամաքին ռազմավարական ոչ մի նշանակություն չէ անգամ ժայռի կտոր 10 քառակուսի մի հատ ժայռ ուրեմն խոդել չկա բան չկա ձար չկա ուղղակի 10 քառակուսի մետրանոց ժայռեր էին դրա որոնք կարևոր եղան միանգամից այսինքն այնտեղ ոչ ասենք ինչ որ բազակ արազիմներ ոչ մի 5 հատ զինվորից ավել չեն կարող կանգնեն այդ տարածքի վրա այդպես մի բան եւ այդ գործանիչները այն ժամանակ ուզում էր շատ էր ուզում որ այն ժամանակ արդեն եթե այդ գործանիչները ստանար Հունաստանի նկատմամբ օդային առավելություններ ունենալու շատ մեծ օդային առավելություն եւ դա ճնշման գործիք էր ամերիկան դա հասկանալով չնայած որ փողնել էր ստացել բաներ բադվերնել վերցրել էր սակայն չհանցնես մինչև այսօր էլ չհանցնես որովհետև գիտե թե ինչ է ուզում անի եթե դա ստանա իմիջիայից Հայաստանում այն ժամանակ կարծիքներ էլ հայտնվեցին թե Հայաստանի դեմ է ուզում օգտագործել ամերիկան դրա համար ոչ Հունաստանի դեմ էր ուզում օգտագործել դա եւ գղզիների հարցերը լուծել էր ցանկանում այսինքն ուժը այն ժամանակ մի քիչ ուժը վիճակում էր ուժը օգտագործել Կիպրոսը գիտենք Կիպրոսի վիճակը դրա մասին շատ երկար խոսելու խնդիր չկա Իսրայելն էլ գիտենք Իսրայելի հետ շարունակ լեզվագրիվի մեջ են չնայած երբեք պատերազմի չեն գնալու Իսրայելի հետ դա ես քանի անգամ ասել եմ եւ Իսրայելի հետ շատ լավ հատկապես տնտեսական հարաբերություններ են շատ լավ եւ հակա-իսրայելյան ոչ մի քայլ չի անում Թուրքիան տեսեք օրինակ գազ է ստանում Իսրայելը Թուրքիայի միջոցով դե կարոս անջատես գազը ինչ չես անջատում եթե այդքան թշնամի ես Իսրայելին եթե այդքան պաշտպանում ես բանը եւ բաղեստինցիներին դա լծակ է չէ շատ ուժեղ լծակ է ասենք կարաս ասես դու միակ երկիրն ես իմիջիայից մուսուլմանական որ ունի մի լուրջ լծակ կարաս փակես ասես կամ էլ ասես կփակեմ եթե չավարտես այդ խնդիրը կազեմ չի անում մեծ խոսում է սակայն այդպիսի բան չի անում սակայն այստեղ իհարկե հետագայի խնդիրներ կան որ Իսրայելը իրեն գարանտիայի է առնում այստեղ նաև ուրիշ խնդիրներ կան այստեղ ծովերի օգտագործման խնդիրը կա որովհետև ասենք թե հատկապես Կիպրոսի այդ դարածքում նավթ կտան օրինակ իսրայելցիները եւ այլն Կիպրոսը եւ Իսրայելը իրար հետ ինչ որ այսինքն սա նոր բան չի իհարկե միանգամից չստորագրեցին այս պայմանագիրը արդեն քանի տարի է ինչ որ համագործակցություններ են առաջանում այստեղ դրանցից մեկը նավթի խնդիրներ օրինակ եւ բանի Կիպրոսի այդ տարածքում իսրայելական նավերը գիտական այդ նավերը նավթ գտան եւ այդ ընթացքում Թուրքիան էլ նավթ էր ման գալիս եւ այն Կիպրոսի հունական մասում չէ այդ նավթը հիմա Կիպրոսի մոդագայքում Կիպրոսի ջրերը դա կարևոր չէ թե հունական կողմի մոտ է թե թուրքական կողմի մոտ է որովհետեւ այստեղ մի ուրիշ խնդիր կա Թուրքիան այդևս ոչ միայն ցամաքային հավակնություններ ունի դեպի արևելք, դեպի արևմուտք, հյուսիս, հարավ,
ասենք տեսեք մինչև Վիանա իրենք հավակնություն ունին, մինչև Ադրիատիկ ծով, այսինքն ամբողջ Հունաստանի մյուս կողմը, այսինքն ամբողջ Հունաստանը իրենցն են նկատում, Բալկանյան երկրներում, Հայաստանը, անգամ Վրաստանը իրեն շատ արխային չզգա, վրացիները կարծում են, որ խնդրի միայն հայերի հետ է, մենք արանքից կարող ենք բլստանք, չէ, այդպես չէ, հայերի հարցը որ դուծեն, անցնելու են վրացիների հարցը դուծելու, մինչև չինական բարիվ գնացող այդ տարածքը եւ այլն հավակնություններ ունի Թուրքիան, շատ մեծ, շատ լայնածավալ հավակնություններ ունի, սակայն դրանով չի ավարտվում, հիմի կա նաեւ ծովային խնդիր, քանի որ խոսքը ծովային խնդրի մասին գնաց, գիտենք որ այսպիսի մի հատ ասենց ասած կապույտ ռազմավարություն բան կա, կապույտ ռազմավարության դոկտրին կա, որ կոչվում է Մավի Վաթան, հա, կապույտ հայրենիք, որը վերաբերում է հենց ծովերում թուրքական ռազմավարությանը ու կուզենամ անդրադառնանք նաև դրան, ինչ է իրենից ներկայացնում այդ դոկտրինը, ինչ դրույթներ են ընկած այդ դոկտրինի հիմքում։ Ինչպես որ ասացի, գար ժամանակ, որ Էրդողանը իրեն բավականին ուժեղ էր զգում եւ այդպես էլ կար։ Էրդողանի մի ձեռը հասնում էր մինչեւ Աֆղանիստան, մյուս ձեռը հասնում էր մինչեւ Լիբիա։ Անգամ Լիբիայի բادرազմին մասնակցեցին, իրենց բաժին ունեցան թուրք զինվորներ, թուրքական ռազմական տեխնիկա այնտեղ գար, այսօր էլ դեռ կա չկա 100%-ով դերյակ չեմ ես այդ տեղեկությունը չունեմ այս պահին, սակայն այնուամենայնիվ միջամտեցին եւ մեջտեղ դրեցին գաբույթ հայրենիք հասկացությունը, ինչը նշանակում գաբույթ հայրենիք, այսինքն սա իմ հայրենիքն է, ինչպես ասացի Վիանայից Ադրիատիկից մինչև Չինաստանի սահմանը իրենց հայրենիքն է եւ ժամանակին գար բանը անայուրտ, անավաթան, Yavruvatan հասկացությունները, անավաթան մայր հայրենիք, Yavruvatan ձակ հայրենիք, ձակուկ, փոքրիկ հայրենիք, դա էլ Գիբրոսներ, դենց էին կոչում, իսկ անայուրտ իրենց ելման գետ, այսինքն ամբողջ միջին Ասիան, դա էլ իրենց հայրենիքն է, յուրտ, այո, եւ հիմի արդեն զարգացնում են ծովային հայրենիքի մեջտեղ հագցեցին, դեմ իրենք միշտ էլ խոսել են, որ պատմության մեջ եղել է ժամանակ, որ ամբողջ միջերգրականը իրենց իշխանության տակ էր եւ Օսմանյան լիճեր, դա թուրքական լիճեր, դե Սև ծովի մասին էլ նման խոսքեր կան իհարկե, չնայած այնտեղ շատ չեն գարը դպրդան, որովհետև ռուսները եղել են եւ կան մինչեւ այսօր են, սակայն այնուամենայնիվ իրենք նշում են, որ բանը Սև ծովն էլ մերն է եղել մինչեւ Ղրիմը, այո իհարկե, մինչեւ Ղրիմը եւ այլն, Ղրիմն էլ մերն է ինչ այլոց եւ արդեն երբ որ Լիբիայի խնդիրը ցակեց կատաֆին արդեն բան եղավ հանեցին եւ այլն այնտեղ խառնվեց Թուրքիան իր ժամանակը եկավ նկատեց որ այդպես է եւ իր մեծ շանսը տեսավ եւ մի անգամից խառնվեց այդտեղի պատրաստմեն եւ կողմերից մեկին սկսեց աջակցել անգամ ինչպես ասենք ռազմական ուժ ուղարկեց այնտեղ եւ ինչ բան արեց Ուրեմն մի հատ քարտեսի վրա եթե ով կարա պատկերացնե քարտեսը կամ թողնայի քարտեսի վրա պատկերացրեք Էգեական ծովը համարի ամբողջ Էգեական ծովը կամ գոնե մեծ մասը sense վերցնում է չհաշված որ այդտեղ գղզիներ կան այսինքն ըստ միջազգային օրենքի ցամաքային բան ունեն մի դարաձություն ունեն բոլոր երկրները եթե ծով ունես ցամաքից ասենք 6 կամ 12 միլ հեռավորության ակվատորիան բան պետք է ունենան մղոն այսինքն նորմալը 6 է սակայն ինչպես Թուրքիան է անում կան երկրներ որ ասում են չէ իմս 12 է ու վերջացավ
Ես ընդունում եմ, որ 12, ոչ մեկը չի ընդունում դա, որ դա քո դարածն է 12 մղոնը, սակայն ինքը ընդունում է, որ դա պետք եղած ժամանակ 12-ը օգտագործում են։ Ստեղ սակայն կան գղզիներ, որ այնքան մոդեն Թուրքիային ցամաքին, որ լավ լողացող մեկը կարա լողալով գնա այն կողմը անցնի այդ գղզին անցնի կամ նավակով 6 մղոնից ավելի քիչ հեռավոր շատ ավելի քիչ այսինքն նորմալ պիտի այնտեղով անցնի սահմանը սակայն ասում է չէ իմս 12 մղոն է եւ անցնում է գղզիներից այն կողմ այսինքն գղզիները մնում են գղզիացված վիճակում ըստ իր հասկացության ասում է այս ամբողջ տարածքը իմն է այստեղ ես եմ տնորինում եւ դրանով իջնում է Էգեականից դեպի Միջերգրական ու հետաքրքիր ինչ այնտեղից միադուղիր գիծ է քաշում դեպի Լիբիայի այս մի կողմից այն մյուս կողմից մի ուրիշ գիծ Գիբրոսի այս կողմով հասնում է էլի Թուրքիա այսինքն ստացվում է որ ամբողջ Միջերգրականը գիսում է մեջտեղից մի հատ սեբի նման ասում է սա իմն է արևելքը ամբողջությամբ իրան Չէ, արևելքը գա, իհարկե մնում է ինչ որ մի մաս, ասեն այնտեղ Սիրիա եւ նրանք բան ունեն, իրենց տարածքներ ունեն, Եգիպտոսը դուրս է մնում, սակայն Լիբիայից, այսինքն Աֆրիկայի դա արդեն, Լիբիայից մինչեւ Թուրքիա մի հատ գիծ է քաշում։ Այստեղից են մինչեւ համարյա Հունաստանի սահմաններից մինչեւ Լիբիայի մյուս կողմը մի հատ գիծ է քաշում ու Միջերգրականը բաժանում է 3 մասի։ Արևելյան, արևմտյան եւ մեջտեղին Իրանն է։ Ասում եմ սա իմն է սա կոչեցին իրենք Մավի վաթան այսինքն կապույտ հայրենիք այսինքն ոչ միայն այդ ցամաքային դարածքները Վիանայից մինչև Չինաստան այլ նաև ծովային դարածքը բանի Սևծովի գեսից դե շատ ընկոմը չի կարա գնա այնտեղ ռուսը կա ինչպես ասցինք Սևծովի գեսից Հունաստանին ասենք մի 6 մղոն թողնելով ուղղակի մինչև Լիբիա գնացող սա կոչվում է Մավի վաթան սա կոչվում է Գաբույթ հայրենիք հիմի ինչի խնդիր է սա ստեղ էլի բան կա տնտեսական խնդիր կա ասեցինք չէ Թուրքիան նավթ է մանգայց Թուրքիային միշտ էլ այս Թուրքիա հանրապետության ստեղծումից ի վեր այսինքն 100 տարի է Թուրքիան գլխավորապես մի խնդիր ունի ինչ է դա նավթ ուժանյութի այո նավթի գազի եւ այն այդպիսի բաշարների չկոյություն չունի եթե դա ունենար իր սեփականը դիներ Թուրքիան այսօր այսինքն մի քանի մղոն ասենք կթռներ ավելի վերևը այ ինչ որ այսօր ունի որպես տնտեսություն, որպես ասենք ռազմական բանման, դրանով արդեն Թուրքիային կանխել չեր լինի, սանձող չեր լինի արդեն։ Դրա համար շարունակ այդ նավթ ինչ որ դեղից փոկելու ձերբելու խնդիր։ Դրա համար էլ Մուսուլու Քերկյուկը այն ժամանակ Աթաթյուրքը մտցրել էր իրենց ազգային սահմանների։ Ներողություն, դա որտեղ է գտնվում։ Իրաքում։ Այսօրվա բանը այդ քրդական կոչված այդ տարածքում այդ կողմերը բայց հիմա արդյունը հանվում ան դե իհարկե եւ երբ որ Ամերիկան արդեն որոշել էր հարձակվել Իրաքի վրա թուրքերը ուզում էին մասնակցեին այդ գործին եւ ու արդեն սկսեցին բարձել խոսել որ հա հիմա մենք գնալու ենք մինչև Մուսուլ Քերկյուկ դա միացնելու ենք Թուրքիային դա արդեն մերն էր Աթաթյուրքը նշել էր որպես մեր հայրենիք բայց բանի ժամանակ Լոզանի ժամանակ չկարողացանք ստանալ այ հիմա ստանալու ենք երբ որ Ամերիկան այդ ախորժակը տեսավ Ամերիկան դա էլ կանխեց ինչքան էլ Թուրքիան եւ Ամերիկան իրար հետ շատ սեղմ հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ն եւ այլն եւ Թուրքիան իրենց գլխավոր բանն է մարտն է այնտեղ այս տարածաշրջանում այնուամենայնիվ չափ պետք է ունենա Թուրքիան պիտի շատ չզորանա ինքը պիտի զորանա այնքան որ իրենց գործը կատարե կարող է իր համար էլ ինչ որ գործեր կատարի սակայն այնքան չզորանա որ ձերից բայց չգնա այսինքն սանցերը կարողանան պահել իրենց ձեռքը
միշտ այդ խնդիրը գա իհարկե դրա հետ կապված նաև այս խնդիրը գա այս տրիպի խնդիրը նաև դրա հետ կապված է մենք կարծեմ խոսեցինք դրա հետ կապված որովհետև այդ ճանապարհը այդ կորիդորը Ամերիկան ուզում է դա Թուրքիային եւ Ադրբեջան սակայն բանալին իր մոտ պետք է լինի այստեղ էլ եթե Կերկուկը եւ Մուսուլը վերցներ Թուրքիան այնտեղ արդեն Թուրքիան չեր գարա սանձեր այս կողմն էլ ասենք Հունաստանի դեմ չի թողնի նախ ՆԱՏՕ-ի անդամ է Հունաստանը երկրորդը այնուամենայնիվ Թուրքիան պիտի չտարածվի այդքան լավ Կիպրոսի գեսը տվեցին բան արեցին ասենք Հայաստանը գտան իրեն եւ այլն ինչ մի քիչ կարող է Սիրիա եւ այլն կարող է մտնի քրդերի դեմ ինչ որ բաներ անի սակայն դրանից ավելը չեն թողնի Թուրքիային որովհետեւ ինչպես ասացինք արդեն անսանց կնի այստեղ տնտեսական խնդիր կա ծովերում որովհետեւ մենք գիտենք որ Սև ծովում էլ միջերկրականում էլ նավթի բաներ կան բաշարներ կան այս վերջերս Իսրայելը իրա տարածքում էր կարծեմ կամ մոտ իրեն տարածքի մոտ էլի նավթ գտավ եւ Էրդողանի ժամանակ Թուրքիան հայտարարել էր իհարկե դա ավելի շատ բանի պրոպագանդի խնդիրներ ցույց տալու թե մենք ինչ լավ վիճակում ենք հայտարարեցին որ հենց այդ Ստամբուլի մոտակայքում Սև ծովում բանը նավթ են ջարել շատ մեծ պաշարներ եւ այն բայց մինչեւ հիմա ոչ մեկը չի շարժվում ոչ մի բան չկա նավթ է ջարել դա արդան է ջարի բանը կան չէ ինչ որ ամերիկացիներին անգլիացիներին բան ասա այսքանը այսքանը ինձ ու ունեցի նավթ դրանից հետո չէ սուտեր իհարկե այն ժամանակ Էրդողանին պետք էր դա օգտագործեց ժողովուրդը հավատաց մենք աշխարհի ամենաուժերն ենք եւ այն վերջ էլ մեզ բռնող չկա մեզ կանխող չկա եւ այլն ասեցին ու մարեց Թուրքիան մի նավ ունի չնայած երկու հատ են բայց գլխավորը մի հատն է որը այսպես նավթ ծովի մեջ այո հետախուզական ծովի մեջ նավթ փնտրելու եւ գտնելու հետ կապված է եւ սա ավելի շատ վերջի տարիները անգամ վերջի 10-յակ տարիները ասենք օգտագործում են ավելի շատ քաղաքական նպատակներով եւ ինչպես ասեցի պետք եղած ժամանակ այս նավը ուղարկում են ինչ որ միտեղ ասում են հու մի մեծ նավթի բաշար ջարեցին մինչեւ այսօր չգիտեին մի անգամից դուրս եկավ նավը եւ մի շաբաթում այդ նավթը ջարեց եւ Կիպրոսի շուրջ էլ այդ խնդիրը երբ որ ցակեց իրենք այդ նավերը ուղարկեցին իրենք էլ իհարկե ռազմաուժի բանով օգնությամբ ռազմական նավեր էլ այդ նավի հետ գնում գալիս էին այն կողմից իսրայելցիք եւ այլն հույները մյուս կողմից մի բախ կար որ էլի սրվեց հարաբերությունները սակայն բաները եւ Կիպրոսը ու Իսրայելը պայմանագիր ստորագրեցին այն ժամանակ նավթ արդյունահանման միջերկրականից այսինքն Կիպրոսի ափերի մոտ այդ տարածքներից նավթ արդյունահան իհարկե դա Թուրքիայի դուրս եկավ Էրդողանի ասաց այս մեր տարածքն է կաբույտ հայրենիքն է մեր եւ այլն մենք չենք թողնի այստեղ ուրիշ ինչ որ բան անի տեսեք հիմա սա մյուս քայլն է մի քայլ առաջ գնացին հիմա այս երեք պետությունները արդեն ոչ թե նավթի բանի հետ կապված տնտեսական այլ արդեն ռազմական ինչ որ բան են համագործակցություն են դրա մյուս ասպեկտն էլ երևի լոգիստիկ ուղիները վերահսկելն է չէ՞ այդ ռազմավարության մյուս ասպեկտը այսինքն այդ Կարմիր ծովից միջերկրական ծով մտնող այդ դեպի Եվրոպա գնացող լոգիստիկ ուղիները դա ներառված այդ դոկտրինի դա էլ գա իհարկե իմիջիալոց հենց Թուրքիան այդ քայլը անելով դրա հետ կապված էլ մի քայլ արեց ասենք որովհետև այդ միջերկրականը որ մեջտեղից կիսում ես այդ դեր ասած լոգիստիկ գծերն էլ կարող ես ասես որ սա իմ տարածքն է ես եմ տնօրինում ով է անցնում ով չի անցնում եւ այլն իհարկե ամեն մեկին չես կարող բայց ինչքանով է դա իրավական հիմք ստանալու միջազգային մակարդակում իսկ որտեղ իրավական հիմք կա այսօր աշխարհում
ինչեր որ կատարում է Իսրայելը Գազայում իրավական հիմքեր ունի, տասնյակ հազար մարդիկ սպանելու, Ամերիկան Մադուրոին արևանգելու իրավական հիմք ունի, կամ Գրենլանդիա մտնելու իրավական հիմք ունի, կամ սպառնալու եւ այլն, իրավական հիմք այդ հասկացությունը փոխվեց, արդեն իրենք էլ ասում, իմիջիայից թե ամերիկացիք, թե բաները, թե եվրոպացիք ասում են, որ այլևս փոխվեց աշխարհագարքը փոխվեց, միջալոց Վենսը ասեց, չէ, այս վերջերս։ Այն արդեն այն աշխարհը չէ, որը կար, երբ որ ես երախայի ասում եմ արդը։ Աշխարհը այն չէ։ Այն ժամանակներ մեզ սովորացնում էին, թե մարդու իրավունքները սենց են, միջազգային իրավունքները կան, ազգերի իրավունքներ ունեն եւ այն մի անգամ օդս ցնդեց այդ ամեն ինչը, միանգամայն ոչ ազգեր իրավունք ունեն, ոչ մարդիկ իրավունք ունեն, ոչ մարդկային իրավունք կա, ոչ իրավունք չկա այլևս։ Այսինքն այսօր մենք հասել ենք ջունգլի օրենքների Տեքսաս է այսօր ով ադրջանակ ունի միսին խփում է ու վերջացավ այո հարցերը լուծվեցին հարցերը դենց են լուծվում ով զենք ունի հարցերը լուծում է օրինակ ամերիկան զենք ունի հարցերը լուծում է հենց այդ է խնդիրը նաև որ այդ ուղիները միջերկրական ծովով անցնող արդյոք Թուրքիան դրա ֆիզիկական հնարավորությունը ունի այդտեղ անցնող նավերը վերահսկելու հաշվի առնելով թե այդ նավերը ում են պատկանում ֆիզիկական ունի իհարկե որ ափագից չկա ասենք կղզիներ չկան որոնց մոտով անցնող նավերը կարողանան վերահսկել հսկայական ուղիղ գիծ է քաշած մարդը այն ժամը ինտերնետում գճարեք եթե այդ քարտեսը տեսնեն այստեղ այնտեղ մի հատ ուղիղ գիծ այնտեղ մի հատ ուղիղ գիծ այս մեջտեղի տարածքը իմն է ասում է հիմա եթե իրեն պետք կլինի փոքր պետություններ օրինակ Կիպրոսին չգիտեմ այդպիսի պետություններ ինչ որ կարող է ասել որ մի րոպե ես իմ տարածքով ես անցնում հայլդ ես պիտի քո նավը ստուգեմ եւ այլն ես պիտի քեզ թողնեմ որ այս տարածքով անցնես իհարկե Ամերիկայի Անգլիա եւ այլն չի կարող անե Իսրայելի նավերին չի կարող անե եւ այլն դա խնդիր է Հունաստանին կարող է այդպիսի բաներ անի օրինակ ես դա թե չէ ավելի մեծ բան չի կարող անե այսինքն հիմնականում դա իհարկե տնտեսական խնդիր էր որ ուզում էր լուծել որ այս տարածաշրջանում ես պիտի որոշեմ ով որտեղ նավթ կարող է որոնի լավ շնորհակալություն պարոն Լոկմագյոզյան հետաքրքիր զրույցի համար մեզ հատկացված եթերաժամանակը մոտեցավ ավարտին շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին Այսքանով ավարտենք այսօրվա հաղորդումը հետևեք լրատվական ռադիո եւ գործարարալիքի էջերին թարմացումները բաշխի թողնելու համար ստեսություն